Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Իրավապահները իրավապահ նշանակում է այդ իրավունքի և օրենքի հետևից գնացող։ Երբ որ մարդ սկսում է գնալ կառույց, սկսում է գնալ Նիկոլի հրահանգի և SMS-ի հետևից, դրա անունը կարա լինի Նիկոլա Ստրուկ համակարգ, դրա անունը կարա լինի Նիկոլին ծառայող համակարգ, ինչ ասես, բայց ոչ իրավապահ համակարգ։ Խուզարկություն չի, խուզարկություն չի, ահաբեկում է բոլոր այն մարդկանց, ովքեր հանդգնել են Նիկոլին ուղղակի չլսել։ Այդ որոշել, որ կարող է Հայաստանում լինի ընտրություն, ընտրական գործընթաց, պրոցես, որոշել, որ օրինակ Գյումրեցին կարող է գնալ եւ քվեաթերթիկով որոշի ով պիտի լինի քաղաքապետ։ Բա Նիկոլի Հայաստանը այդ Հայաստանն է։ Բա դուք չեք հիշում, որ Նիկոլը գոռում է ազգային ժողովից եւ հանրապետության հրապարակից, որ այդ ո՞ր մի դատավորն է, որ իմ ասածը պետք է չանի։ Բա դուք չեք հիշում, չեք լսել այդ ձայնագրությունները, որ ասում են ում ուզեմ պետք է կալանքը տա։ Դուք չեք հիշում, որ բարձրագույն դատական խորհրդի անդամներին, վճռավեկի դատավորներին, ՍԴ դատավորներին, մնացած բոլոր դատարանի նախագահներին կանչում այդ կառավարությունը, ասում են ես չեմ հասկանում։ Իմ Նիկոլա հպատակ ստրուկները 100 միջնորդություն են մուտքանում առանց։ Դուք ինչի եք 99 բավարար։ Մոռացել եք։ Իհարկե չեք մոռացել, բայց մարդիկ, ովքեր միամտաբար կարծում են, որ ինչ-որ պրոցես կարող է լինել Հայաստանում, այն Նիկոլը իրենց բոլորին հիշեցնում է սրա այդ պրոցեսի բացակայության մասին եւ իր հետ որևէ պրոցեսի բացակայության մասին։ Այսօր նաեւ թատրոնում միջազգային օրն աչքովս ընկավ նաեւ այդ լուրը։ Ուզենայի ասել, որ սա թատերական ներկայացում է Նիկոլի կողմից եղող, բայց չէ։ Սա նման է իրենց վերջին զանգը։ Ու տա Աստված, որ սա իրենց վերջին զանգը լինի։ Եվ տրամաբանական կներ, որ չեմ մասնագիտությամբ էլ իրավաբան եմ, հիմա էլ ազգային ժողովում եմ գործունեություն ծավալում, տրամաբանական կներ, որի մաղթանքը պիտի լիներ, ինչպես միշտ ա եղել, պետության վերականգնումից հետո իրավապահ եւ օրինական գործողություններով հասնել արդարադատության։ Իմ մաղթանքը այդտեղ է։ Նիկոլին, նիկոլականներին, ՔՊ խունտային ծառայող յուրաքանչյուրը պիտի անցնի ոչ թե արդարադատության դռնով, այլ պիտի անցնի այն դռնով, որը Նիկոլը կոչում է անկախ դատարան, վնգստացող դատավոր։ Այս ծրագրի իրականացումից հետո միայն Հայաստանում փոխադարձ արդարադատությունը կարողանա հաղթել։ Հիմա ձեռքբերվել են, հա, ՔՊ-ին պատկանող Սարինի վերջին մի քանի շաբաթների հարցազրույցները, որպես Հայաստանի քաղաքացի քաղաքական գործիչ լսել է, հետևյալ բովանդակություն։ Խելոք ձեզ պարեք, մարտի 30-ից հետո դրան հասան, Հայաստանի քաղաքացիից մեկի ինչ-որ քրեական ենթադրում շատ տրամաբանության մեջ ասում են այդ փաստացների համար պատասխանեց տալիս, չեն լսել, չեն լսել։ Այդ նույն զուգադիպությամբ չգիտես ինչի Նիկոլի հեղինակազրկված ԱԱԾ-ն, որտեղ իր հեղինակազրկված բաժինը ունենում է նաև այդ Սարիկ Չիրևնչյանի եղբայրը, ինչքան հասկացան, որտեղ ունեղ ԱԱԾ-ի ղեկավարումը հանձնել եւ ինչ հետաքրքիր չէ ստացվում։ ԱԱԾ-ն կենտրոնական ծառայում է Նիկոլին, այդ Նիկոլին ծառայող հեղինակազրկված ԱԱԾ-ի բարեկամները տարբեր տեղեր պաշտոնների են նշանակում աշխատում։ Հետո ընտրություններ են կազմակերպում։ Հետո չգիտես ինչի այդ հեղինակազրկված ԱԱԾ-ը, այդ հակակոռուպցիոն կոչվածը, որը Նիկոլա հպատակ ստրուկների համալիրի անդամներ է, միայն գաղտնալսում, խուզարկություններ անում եւ մշտապես գործում է եւ գտնվում է ընդդիմադիր գործիչների շտաբերում։ Տեսական հարցեր բարձրացնում, թող Գյումրիում չլինի, թող չլինի 3 տարի առաջ ինչ-որ այլ համալիր։ Ինչ-որ մի ձայնագրություն ունեն, որ օպերատիվ հետախուզական միջոց լավ փորձել են ՔՊ-ականների հանդեպ իրականացնել։ Կամ լավ, ինչ-որ մի ընտրությունների պրոցեսի մասին է խոսքը եւ ոչ թե նախկինում փոխիշխանություն եւ խալա չկիսածների այդ Նիկոլա հպատակներից թարպես չէր լավ։ Որովհետև այդ նույն հովի կաղազանը չեն վնգստում այն ժամանակ, երբ որ Նիկոլի բարեհաճությունը դա արդարադատության կապ չունի։ Շարունակելով խոսքս, մի անգամ այդ հեղինակազրկված ԱԱԾ-ը որոշել է, ասենք ՔՊ գրասենյակներից ինչ-որ մեկում է, նույնիսկ իրենց զգուշացնելով դա, խուզարկություն գործել։ Շտաբերում այդ ոստիկանները հերթապահություն կազմակերպել, ոնց որ անում են ընդդիմադիրները։ Չեն արել։ Եվ ես կարծում եմ, որ իրականում այս ամեն ինչի բնորոշումը եւ
հանգուցալուխի հետևյալներին, բոլոր այն մարդիկ, ովքեր մասնակցում են այդ Նիկոլի հրահանգավորումների, այդ քաղաքական հետապնդումները, որ նույնիսկ իրենց համար կարմիր գիծ չկար, ընտանիք կմտնեն, հիմա ընդդիմադիր թեկնածուին, ասում են մենք քարոզարշավն ենք ապահովում, որդուն եւ հորը կալանավորել, ասում են դու գնա քարոզարշավ արա, շատ լավ, ուրեմն այդ փոխադարձությունը տա Աստված, որ իրենց հանդեպ իրարի, դա վստահեցնում եմ ձեզ, Հայաստանի հանրային համերաշխությանը եւ հասարակական առողջ մթնոլորտի վերականգնման համար բացառիկ օգտակարություն ունենա։ Տա Աստված, որ հաջորդ իշխանություններն այս սա կարողանան Երևան որ հաշվարկներ կարողությունները այսօրվա գործողությունները ինչի մասին շոշումը չեք անցնում Նիկոլի ջղացությունները նորություն չեն եւ ինչպես հայտնի ձայնագրության մեջ է ասում, իրենք գժիտներ դնելով սպանում են Հայաստանը, գժիտներ դնելով մարդկանց ընտանիքի անդամներին ներասարքում կալանավորում, գժիտներ դնելով դատախազներ հրահանգներ տալիս, գժիտներ դնելով ահացին ասում է սատանա կա քաղաքում, սատանային բռնեք, գժիտներ դնելով սպանում է այս պետությունը։ Ինչ վերաբերում է իր երեկվա այդ անհասկանալի վարքագծին, նախագահ Սերժ Սարգսյանը 2021 թվականին է ասել, եթե չեմ սխալվում, հենց իր դեմքին ասում է, որ ինքը կապիտուլյանտ է կամ հիշում է, որ իրեն այդպիսի բնորոշում է, բայց հասկանում է, որ որևէ մեկը, ոչ մի դատախազ, ոչ մի քննիչ, ոչ մի կարմիր եւ սև գույնի բերետ հագնող կենդանի հզոր չի լինի, պատմական այս ճշմարտությունը ջնջել ու միանգամից կափարիչի քարոզել։